Նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձինք կպատվաստվեն ջրծաղիկի դեմ։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, պատվաստվելու հնարավորություն կունենան 18-ամյա այն տղաները, որոնք մինչև այդ ջրծաղիկով չեն վարակվել։ Քանի որ զորակոչային տարիքի անձինք զորակոչվելիս բանակ պատվաստված չլինելու պարագայում առաջանում է բռնկումների առաջացման մեծ ռիսկ, նախատեսվել էր նաև այդ հանրային առողջապահական խնդիրը լուծելու համար պատվաստվել նաև այդ տարիքի անձանց։ Առաջին դեղաչափը ստանալուց հետո զորակոչիկները ջրծաղիկի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը կստանան պատվաստվելուց 4 շաբաթ հետո։ Երկու դեղաչափը ապահովում է ամբողջական պաշտպանվածություն հիվանդացության նկատմամբ եւ ակնկալվում է, որ ներդրումից ջրծաղիկի դեմ պատվաստումների առաջիկա 3-ից 5 տարիների ընթացքում կտեսնենք հիվանդացության, ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշների նվազում։ Սակայն առաջի դեղաչափը եւս ունի արդյունավետություն եւ մինչեւ 90% արդյունավետությամբ ապահովելու է ծանր միջին դեպքերի կանխարգելումը երեխաների շրջանում։ Մեր երկրում ջրծաղիկի վարակելիության ցուցանիշը բնակչության շրջանում ավելի քան 90% է։ Հաշվի առնելով այս վիճակագրությունը, Հայաստանն առաջին անգամ 2025 թվականի հունվարի 31-ից սկսեց իրականացնել ջրծաղիկի դեմ պատվաստումներ։ Մասնագետներն ասում են, այս կերպ եւս մեկ վարակիչ հիվանդություն ավելի կառավարելի կդառնա։ Առաջին փուլով նախատեսվել էր եւ իրականացվում է համապատասխան այդ որոշման 1 տարեկան երեխաների շրջանում, այսինքն 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված եւ 12 ամսական լրացված երեխաների շրջանում։ Հետագա պլաններն են առաջիկա ամիսների ընթացքում մեկնարկել երկրորդ փուլի իրականացումը, այն է 15-16 տարեկան նախազորակոչային, զորակոչային տարիքի անձաշրջանում պատվաստումները։ 2025 թվականի հունվարից մինչև ապրիլի 30-ը պատվաստման ենթակա 1 տարեկան երեխաների 18%-ն արդեն պատվաստվել է ջրծաղիկի դեմ։ Պատվաստումների պլանավորումն իրականացնում են առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները։ Ուզում եմ մեր բոլոր ծնողներին հորդորել, ասել, որ պետք է իրենք ընտրեն գիտության առաջնահերթությունները, փաստահեն տվյալները եւ ոչ թե միֆերը, ընդհանրապես պատվաստանյութերի վերաբերյալ, հիմնականում սա վերաբերում է հրաժարվող, տատանվող ծնողներին, հա, եւ ավելի հեշտ է, ավելի լավ է ապրել պաշտպանված, քան ահաբեկված, առանց պաշտպանվելու, առանց պատվաստանյութ ստանալու։ 2025 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում գրանցվել է ջրծաղիկով վարակվելու 7755 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1473-ով պակաս։ Քրիստինե Թորոսյան, Արամ Հարությունյան, լուրեր։